Բարև ձեզ հարազատներս, այսօր կշարունակեմ պրեէկլամպսիայի թեման։ Նախորդ տեսահոլովակում արդեն պատմել եմ, որ ինչ կարևոր հիվանդություն է, մանկաբարձության մանկաբարձության ամենակարևոր հիվանդություններից մեկն է, որը մայրական մահացության 5 կարևոր պատճառներից մեկն է հանդիսանում, իր կարևորությամբ երկրորդն է հաճախությամբ, որը բերում է մայրական մահացության երկրորդ պատճառն է հանդիսանում աշխարհով մեկ։ Ու այս բժշկական տեսահոլովակներս շատ կուզեմ, որ լսեք, ես տեսնում եմ, որ տարբեր տեսակի տեսահոլովակներս նայում եք, իսկ բժշկականը անտեսում, սրանք շատ կարևոր են, երկու կարևորություն ունեն, առաջինը, որ ստուգեք, տեսնեք ձեր գլխողը աշխատում է թե չէ, որ տեսնեք հասկանում եք ասածս թե չէ, եթե չեք հասկանում, գրեք, որ ինչ որտեղը չեք հասկանում, որ ես դա մի ուրիշ տեսակով բացատրեմ, սա շատ կարևոր է։ Երկրորդն էլ, եթե ձեզ թվում է, որ դուք սրա կարիքը չունեք, դուք արգանդ չունեք, մեծահասակ եք, ել չեք հղիանալու, սա գիտելիք է, որը դուք հետագայում կօգտագործեք ձեր աղջիկներին օգնելու, թոռնիկներին օգնելու, հարևանուհուն օգտագործելու, գիտելիքը երբեք ավելորդ չի լինում, սա շատ կարևոր է։ Ուրեմն հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում։ Ուրեմն պրեէկլամպսիայի մեխանիզմը նորից պետք է բացատրեմ, քանի որ եթե մենք մեխանիզմը հասկանանք, մեզ շատ հեշտ կլինի հասկանալ ինչ դրսևորումներ կունենա այս հիվանդությունը, ոնց ախտորոշես այս հիվանդությունը ու ոնց բուժես։ Այս տեսահոլովակը հիմնականում կլինի բուժման մասին, բայց արդեն զգուշացրել եմ, որ սա բուժում չունի։ Ուրեմն մեխանիզմը ինչպես է սկսվում, նորից բացատրեմ, որ երեխան արգանդում է, մոր արգանդում է զարգանում ու սնվում է ընկերքի միջոցով։ Այդ ընկերքը մի առանձին օրգան է, որը հպվում է մոր արգանդի պատին, այնտեղից ստանում թթվածի են տարբեր պետքական նյութեր, որոնք պորտալարով գալիս են երեխային են հասնում։ Այս ընկերքը սկսում է զարգանալ հենց պտղի այն սկզբնական շրջանում։ Ինչ է տեղի ունենում, այս ընկերքը սկզբից խորիոն է կոչվում այն առաջի երամսյակում ու ընկերքը սկսվում է մխրճվել մոր այն արգանդի ամենափոքր զարկերակներում։ Արգանդը ունի երկու մեծ զարկերակ, արգանդային զարկերակներ, որոնք բաժանվում են մանր ճյուղերի, ու այդ ամենավերջին այդ սպիրալաձև ճյուղերն են, որ այս ընկերքը սկսում է մխրճվել այդ սպիրալաձև զարկերակների մեջ, որտեղից որ պիտի ստանա իր ուզած նյութերը։ Այդ մխրճվելու ընթացքում այս սպիրալաձև զարկերակները ձևափոխվում են, սա է հիմքում է հիվանդության, այս սպիրալաձև զարկերակների ձևափոխումն է։ Զարկերակի պատը ունի 3 շերտ, ներսում էնդոտելիում է, ներսի շերտը, հետո մկանային շերտը եւ դրսից փակված է ադվենցիցիայով 3-րդ շերտն է։ Այս երբ որ ընկերքը սկսում է մխրճվել այս սպիրալաձև զարկերակների մեջ, ձևափոխվում են այս զարկերակները եւ կորցնում են իրենց մկանային շերտը։ Ինչ տեղի կունենա, եթե զարկերակը կորցնի իր մկանային շերտը, նա արդեն անընդհատ բաց կմնա։ Մկանային շերտը ինչի համար է պետք զարկերակներին, որ ինքը սխմում է եւ արյունը շարժվում է այդ զարկերակներով։ Եթե զարկերակը կորցրեց իր մկանային շերտը, արդեն մնալու է անընդհատ բաց եւ այս ընկերքը ինչքան երբ ուզի, որ րոպեին ուզի, ինչ նյութեր ուզի, իր համար վերցնելու է տանի։ Սա Աստծո կողմից մի հրաշալի մեխանիզմ է, որ ստեղծված է, որը սպիրալ զարկերակները ձևափոխվում են։ Իսկ պրեէկլամպսիայի ժամանակ ցավոք սրտի այդ մեխանիզմը չի աշխատում եւ սպիրալաձև զարկերակները մնում են իրենց պահպանում են իրենց մկանային շերտը եւ մնում են երբ ուզում են փակվում են այդ ընթացքում ընկերքը չի կարողանում ստանալ ինչքան իրան պետք է թթվածին եւ մնացած նյութերը եւ սկսում է զգալ թթվածնային քաղց։ Իսկ երբ որ ընկերքը սկսում է զգալ թթվածնային քաղց, ինքը մոր արյան շրջանառություն է լցնում տարբեր մեդիատորներ, որոնք բերում են մոր զարկերակների վնասմանը, ամբողջությամբ օրգանիզմում, որ օրգանում ասես սկսում են զարկերակները վնասվել, սկսում է վնասվել իրենց ներսին շերտը էնդոտելիումը, թափանցիկությունն է բարձրանում այդ զարկերակների, ինչը կբերի վերջի վերջո տարբեր օրգանների վնասման։ Առաջնահերթը դա զարկերակային ճնշման բարձրացումն է, քանի որ անոթները վնասվել են զարկերակային ճնշման բարձրացում է տեղի ունենում, բայց միայն զարկերակային ճնշման բարձրացումը դեռ պրեէկլամպսիա չի։ Երբ որ զարկերակային ճնշման բարձրացումը հետը բերում է մի որևէ օրգանի վնասում, նոր արդեն մենք համարում ենք պրեէկլամպսիա։
Ամենահաճախ օրգանը, որը վնասվում է, դա երիկամներն են։ Երիկամները սկսում են սկզբնական շրջանում սկսում են բաց թողել սպիտակուցը։ Նորմայում իրանք պետք է պահպանեն այդ սպիտակուցը օրգանիզմում, բայց պրեէկլամպսիայի ժամանակ մենք մեզում հայտնաբերում ենք սպիտակուց։ Եթե այդ ժամանակ մենք այդ process-ը չկանգնացնենք, չհայտնաբերենք, ինքը կարող է զարգանալ, բերել որ արդեն կրեատինին արյան մեջ բարձրանա, քանի որ երիկամը իր ֆունկցիան չկարողանա կատարի, մեզը քիչ քանակի արտադրի եւ վերջի բերի երիկամները շարքից դուրս գան ամբողջությամբ, երիկամային անբավարարության բերի։ Մյուս կարևորագույն օրգանը, որը շարքից դուրս է գալիս, դա գլխուղեղն է։ Արդեն ուրեմն քանի որ արդեն ասել եմ, սպիտակուցը չի պահում երիկամը, իսկ սպիտակուցը մեր արյան շրջանառության մեջ պետք է որ հեղուկը պահի արյան մեջ։ Երբ որ սպիտակուցը դուրս է գալիս օրգանիզմից, արդեն հեղուկներ չի մնում անոթի մեջ եւ դուրս է գալիս հյուսվածքներ, մանավանդ որ անոթի պատն էլ վնասված է, դա հեշտությամբ է տեղի ունենում։ Պրեէկլամպսիայով հղիների մոտ շատ ժամանակ այտուցներ են լինում դեմքի, մատերի, ամբողջ օրգանիզմի կարող է լինել։ Նույնը վերաբերում է գլխուղեղի այտուցի։ Կնոջ մոտ գլխացավեր են սկսվում, գլխապտույտ կարող է լինել, տեսողական նյարդի խանգարում լինի, դժվարացած տեսողություն լինի, կամ երկակի տեսնա իրերը, տեղ-տեղ սևանա տեսողությունը, տեղ-տեղ չտեսնի որոշ բաներ, կամ ճառագայթի նման լույսեր լինեն այդպիսի բաներ տեսնի, դրանք բոլորը տեսողության խանգարումներ են եւ բուժառում պետք է ժամանակին դիմի բժշկին։ Թոքերի, երբ որ շարքից դուրս են գալիս, վնասվում են, թոքերի այտուց է սկսվում, կարող է հազ լինել, ցավ լինել կրծքավանդակում, օդի պակաս լինել, թթվածին նստուգում ենք, տեսնում ենք, որ թթվածնային քաղց է զգում օրգանիզմը։ Լյարդի խանգարումներ են սկսվում, լյարդի ֆերմենտներ են արյան մեջ բարձրանում, լյարդի այտուցվածությունը բերում է ցավերի, որովայնից վերին հատվածներում աջ կողմից մանավանդ, որը վերջի կարող է բերել լյարդի պատռման եւ ներվորովայնային արյունահոսության։ Այսինքն բոլոր օրգանները կարող են վնասվել պրեէկլամպսիայի ժամանակ, բայց հիշում ենք, որ մանկաբարձության մեջ մենք երկու բուժառու ունենք միշտ, դա մայրն է եւ երեխան։ Երեխան նույնպես սկսում է տուժել, քանի որ ընկերքը քիչ նյութեր է տանում երեխային, պտղի ներարգանդային զարգացման դանդաղում է սկսում տեղի ունենալ, պտղաջրերի քանակն է նվազում եւ կարող է վերջի բերել պտղի ներարգանդային մահվան։ Կարող է լինել ընկերքի վաղաժամ շերտազատում, արյունահոսություն լինի, թե մայրը մահանա, թե երեխան, վաղաժամ ծննդաբերության կարող է բերել։ Սրանք բոլորը պրեէկլամպսիայի նշաններն են։ Կլինիկական նշանները շատ կարևոր է որ կինը իմանա, որ այդ հենց որ լինի գլխացավ կամ այս նշվածս որևէ կլինիկական նշան, ինքան պայման դիմի իր բժշկի, շատ կարևոր է։ Ուրեմն ախտորոշումը երևի բաց թողեմ, ռիսկի խմբի, ովքեր են ռիսկի խմբի մեջ պատկանում, սրանք նույնպես կրկնեմ, առաջնածինների մոտ է մեծ հավանականություն, որ կարող է պրեէկլամպսիա լինի, կամ այն հղիների մոտ, ում որ նախորդ հղիությունների ժամանակ եղել են պրեէկլամպսիա, կամ ընկերքի վաղաժամ շերտազատում, կամ պտուղն է վաղաժամ ծննդաբերվել, կամ հենց մայրն է, հենց կինը հղին ինքն է ժամանակին փոքր քաշով ծնվել, կամ մայրը, քույրը, տատիկը, որևէ մեկը այս պրեէկլամպսիայի նշաններ են ունեցել, գենետիկական ֆակտորը կարևոր է այս հիվանդության մեջ։ Ճարպակալում ունեցող կանայք, մեծ հասակի հղիները, կամ այն հղիները, ովքեր արդեն ունեն անոթների հիվանդություններ, կամ շաքարային դիաբետ, արդեն ունեն քրոնիկ զարկերակային ճնշման բարձրացում, աուտոիմուն հիվանդություններ, որ արդեն ընկերքը վնասված է, արտարգանդային բեղմնավորությամբ հղիները, հղիությունը բարձր ռիսկ ունի պրեէկլամպսիայի, բազմապտուղ հղիները, ինչի համար, որ իրենց մոտ ընկերքը շատ է, անոթների քանակը քիչ է ու արդեն թթվածնային քաղց է զգում ընկերքը եւ այդ նյութերը արտադրում օրարյան շրջանառություն, բազմապտուղ հղիությունը նույնպես։ Այն կանայք, ովքեր ապրում են բարձր գոտիներում, օրինակ Սևանի շրջանը ծովի մակերեսից բարձր է, թթվածնային քաղց է զգում, արդեն բնակչություն է այնտեղ, թթվածնային քաղց է զգում, մանավանդ հղիների մոտ բարձր ռիսկը պրեէկլամպսիայի, շատ կարևոր է։
ուրեմն բուժում չունի պրեէկլամպսիան, բուժում չունի, քանի որ արդեն հասկացանք մեխանիզմը որն է, որ այս ընկերքն է այդ վատ նյութերը լցնում մորարյան շրջանառություն, մի կարևոր բան ասեմ, ուրեմն բուժառուներից մեկը չէ, ուսանողներիցս մեկը, մի շատ լավ ուսանող ունեմ, որ ասեց, այս պրեէկլամպսիան լսեցից ոնց է լինում, որ մեծահասակների մոտ զարկերակային ճնշումը 20-30 տարի է պետք, որ ինսուլտ հասցնի, իսկ հղի մոտ 20 շաբաթակում սկսվեց, 30-ում մահացավ, այս ոնց եղավ, հենց այդ է տարբերությունը, որ պրեէկլամպսիայի ժամանակ միայն զարկերակային ճնշման բարձրացում չի տեղի ունենում, դա քրոնիկ հիպերտենզիայով հիվանդների մոտ միայն զարկերակային ճնշման բարձրացում է լինում, որ ժամանակ է պետք, տարիներ է պետք, մինչև ատերոսկլերոզ բերի եւ տարբեր հիվանդություններ, իսկ սա զարկերակային ճնշման հետ միասին ինքը այդ մեդիատորները սկսում են վնասել անոթները, թափանցելիքությունն են վնասում, թթվածին են սխմվում են, չեն թողում, որ նորմալ սնուցվեն օրգանները եւ օրգանների թթվածնային քաղցի հետևանքով վնասվում են, սա շատ կարևոր էր, ուրեմն բուժումը արդեն ասել եմ, որ այս հիվանդությունը բուժում չունի, բայց այս հիվանդությունը մենք բաժանում ենք երկու խմբի, առաջներում ասում ենք թեթև պրեէկլամպսիա, ծանր պրեէկլամպսիա, հիմա դա այդ տերմինոլոգիան հին սովետական շրջանից էր, կարծում եմ, հիմա մենք ասում ենք ուղղակի պրեէկլամպսիա, կա պրեէկլամպսիա եւ կա պրեէկլամպսիա ծանր պրեէկլամպսիա կամ ծանր նշաններով պրեէկլամպսիա, սա շատ կարևոր է, եթե մենք սովորական պրեէկլամպսիան բուժման կարիք էլ չունի, ոչ ունի բուժման մեթոդ, ոչ էլ կարիք ունի, իսկ պրեէկլամպսիան ծանր նշաններով դա արդեն շատ կարևոր է, որ ծննդալուց ենք հղին, ուրեմն եթե սովորական պրեէկլամպսիայի ժամանակ ծանր նշաններով պրեէկլամպսիան որն է, այն նշանները, որոնք ես ձեզ արդեն ասեցի, գլխացավ, տեսողության խանգարում, թոքերի այտուցվածություն, լարդի ֆերմենտների բարձրացում, երիկամները, որ սկսում է շարքից դուրս գալ, կրեատինինն է բարձրանում, պտղի աճի դանդաղում ունենք կամ պտղաջրերի քանակի նվազում եւ այլն, սրանք բոլորը նշաններ են բարձր ծանր պրեէկլամպսիայի, նաեւ զարկերակային ճնշման բարձրացումը 160-110-ի, երբ որ հասնում է, դա արդեն համարվում է ծանր պրեէկլամպսիա, ծանր պրեէկլամպսիայի բուժումը շատ դժվար է, ուրեմն եթե մենք սովորական պրեէկլամպսիան բուժման կարիք չունի, ուղղակի պետք է շատ զգոն լինենք, բարձր ուշադրություն դարձնենք այս հղիներին, որ ժամանակին իրենց ծննդալուծենք, ծննդալուծում ենք մեծ մասամբ 37 շաբաթականում, եթե ամեն ինչ նորմալ է, բայց ծանր պրեէկլամպսիան ինչով է վտանգավոր, որ նա մի կողմից սպանում է կնոջը, հղիությունը թունավորում է կնոջը, օրգանիզմը սպանում է, վնասում է, մյուս կողմից մենք չենք կարող երեխային շուտ ծննդալուծենք, որովհետև երեխան կարող է մահանալ կամ բարձր հիվանդացություն ունենալ, եթե կինը 34 շաբաթական է հղիությունը, մենք կարող ենք ծննդալուծել, ոչ մի խնդիր չկա, բայց մինչև 34 շաբաթական դեռ երեխան չի կարող թորքերը շնչեն, դրա համար մենք այստեղ այդպիսի մեծ խնդրի առջև ենք կանգնում եւ ինչպիսի դեղորայք ենք մենք օգտագործում այս ծանր պրեէկլամպսիայի ժամանակ, առաջի դեղորայքը դա որ զարկերակային ճնշումն ենք կարգավորում, սա շատ կարևոր է, դեղեր ենք նշանակում, որ զարկերակային ճնշումը կարգավորվի, քանի որ եթե դեղեր չնշանակենք, կնոջ մոտ կարող է ինսուլտ լինել, ընկերքի վաղաժամ շերտազատում տեղի ունենալ, սրանք լուրջ խնդիրներ են, ինչի խորհուրդ չի տրվում սովորական պրեէկլամպսիան բուժել, իհարկե մեր երկրում տեսնում են, որ հենց մի քիչ զարկերակային ճնշումը բարձրացավ, բոլորը բուժում են, ուրեմն այստեղ շատ լուրջ խնդիր ունենք, որ նորից եմ հիշեցնում, որ երկու բուժառու ունենք, մայրը եւ երեխան, երբ որ դուք զարկերակային ճնշումը իջացնում եք, երեխան չի ստանում բավարար քանակի արյուն ու թթվածնային քաղց է զգում, դա լավ բան չէ, ուրեմն ինչ է ուզում ասեմ, դա իհարկե բայց ձեր բժշկի հսկողության տակ այդ դեղերը իմասելով չի, որ դուք խմեք կամ չխմեք, սա շատ կարևոր է, որ բժշկի հսկողության տակ լինեք, իր նշանակումները անեք, ուրեմն 3 տիպի դեղորայք ենք նշանակում ծանր պրեէկլամպսիայի ժամանակ, որը իհարկե պրեէկլամպսիան չեն բուժում, բայց հետևանքները կանխարգելելու համար են այս դեղորայքը, առաջինը որ զարկերակային ճնշումն ենք կարգավորում, երկրորդը մինչև 34 շաբաթական մենք դեղ ենք սրսկում ներմկանային մորը, հղին,
որ պտղի թոքերը զարգանան։ Բետամետազոն ենք սրսկում կամ դեքսամետազոն կլինի մեր երկրում, լավ է իհարկե բետամետազոնը, որ 2 օր ենք ընդամենը սրսկում, որ երեխայի թոքերը կարողանան զարգանան, որ հետագայում շուտ ծննդալուծենք կարողանա շնչել։ Եվ երրորդ վերջի դեղորայքը, որ մենք օգտագործում ենք, դա մագնիում սուլֆատն է։ Մագնիում սուլֆատը, քանի որ արդեն ասեցի, որ գլխուեղի այտուց է տեղի ունենում, գլխացավեր եւ այլն, եթե մենք դա ժամանակին չկայունացնենք այդ process-ը, կարող է բերել ցնցումների, որից հետո կինը ընկնում է կոմայի մեջ եւ շատ քիչ դեպքեր են, որ կարողանում ենք վերականգնել այդ կանանց։ Ու այդ ցնցումների կանխարգելման համար մենք նշանակում ենք մագնիում սուլֆատ։ Այդ մագնիում սուլֆատը ոչ միայն կնոջ համար է լավ, նաև երեխայի նյարդային համակարգի համար է լավ։ Ուրեմն այս ծանր դեպքերում, երբ որ տեսնում ենք, որ այս հիվանդությունը պրոգրեսիվում է, լարդի նշաններն են, հա, ամենակարևոր բանն էլ չասեցի, որ արյան կարմիր գնդիկներն են քայքայվում, որովհետև անոթները վնասված են, այդ վնասված նեղացած անոթներով անցնելիս արյան կարմիր գնդիկները քայքայվում են, տրոմբոցիտների քանակն է ընկնում, կինը կարող է արյունահոսություններ ունենալ տարբեր տեղերից։ Ու այսպիսի ծանր հիվանդություն է, բայց ունի կանխարգելման մեթոդ, որ կարող ենք այս հիվանդությունը ժամանակին հայտնաբերել ու կանխարգելել մի դեղորայքով, մի ասպիրինով, ու արի ուտես մեր երկրում սա չի կատարվում, սա շատ մեծ խնդիր է երկրի համար, ուրեմն ունենք կանխարգելման մեթոդ առաջի երամսյակի սկրինինգի ժամանակ, երբ որ բոլորի ուշքու միտքն է դա ունի համախտանիշը ժխտել, մեզ այսպիսի կարևոր հիվանդություն կա, որ կարող է բերել այսպիսի հետևանքների, կինը կարող է հաշմանդամ մնալ հղիությունից հետո, կինը մինչ ամբողջ կյանքը հաշմանդամ լինի կամ մահանա, երեխան կորցնենք, ու այս հիվանդություն ունի կանխարգելման միջոց, որ ժամանակին առաջի սկրինինգի ժամանակ գերձայնային հետազոտության մասնագետը պիտի ստուգի արգանդի զարկերակների արյունահոսություն, արյան շարժումը, ռեզիստենտականությունը։ Եթե ռեզիստենտականությունը բարձր է, այս կանանց մոտ բարձր է ռիսկը պրեէկլամպսիա եւ մենք իրենց առաջի երամսյակից պիտի նշանակենք ասպիրին, մինչեւ 36 շաբաթական ցածր դոզայով ասպիրին, որ կանխարգելենք այսպիսի լուրջ հիվանդությունը, ու մեր երկրում դա տեղի չի ունենում, չգիտես ինչի, ես իմ հղիներին ուղարկում եմ վճարովի այդ հետազոտությունը անցնել։ Սա իհարկե հանցագործություն է, հանցագործությունը ուրիշ ձև չեմ կարացա բացատրեմ, թե մարդ իմանա այս ամեն ինչը, կարծում եմ գիտելիքի պակասից էր, որ չի կատարվում, շատ լավ է, որ բոլորս իմանանք ու կատարենք սա։ Մի հետաքրքիր բան էլ էս անցած տեսահոլովակս, որ նկարահանել էի, դիտորդներից մեկը գրել էր, որ իսկ ես լսել եմ կարող է հետագայում կնոջ մոտ հետևանքներ լինել, իհարկե շատ լավ հարց է, որ այո, այն կանանց, ովքեր ունեցել են պրեէկլամպսիա հղիության ժամանակ, իրենց մոտ բարձր է ռիսկը, որ հետագայում կարող են ունենալ բարձր զարկերակային ճնշում, ինսուլտ, ինֆարկտ, դրա համար զարկերակային ճնշման հսկողությունը շատ կարևոր է։ Մի կարևոր բան էլ ասեմ, որն է զարկերակային ճնշման բարձրացումը։ Հիմա մի քիչ տվյալները փոխվել են, եթե առաջներում ասում ենք 140-90 բնակչության համար, թե հղիների համար, ապա հիմա 135-85-ը արդեն համարվում է բարձր զարկերակային ճնշում։ Նորից եմ ասում, պարտադիր չի, որ մենք բոլոր զարկերակային ճնշումները բարձրացումը բուժենք, կան դեպքեր, ամեն մեկը ձեր բժշկի հետ, սա տեսահոլովակով բուժումներ չեն քանում, տեսահոլովակով սա միայն ինչի համար է իմաստը նրանում է, որ դուք մեխանիզմը հասկանաք հիվանդությունների, նշանները իմանաք, որ երբ պետք է դիմեք բժշկի, բայց մնացածը բուժումը արդեն ձեր բժիշկների հետ մեկտեղ պիտի արվի։ Ուրեմն 135-85-ը արդեն բարձր զարկերակային ճնշում է համարվում, բայց մենք պրեէկլամպսիա դնում ենք, երբ որ արդեն 140-90-ից եւ բարձր է զարկերակային ճնշումը։ Սա շատ կարևոր է։ Հուսամ օգտակար է, մեծ հույսերով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։